Հարգելի գործընկերներ, ես չեմ հիշում, թե որ օրն էր, բայց դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ էր, երբ որ պարոն Ծառուկյանի հետ համայնքներից մեկում մենք քարոզչություն էինք իրականացնում, ես տեսախցիկների առաջ հրապարակային հայտարարեցի, որ սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին, քանի որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու Նիկոլ Փաշինյանի գորգոռոցներից հետո մամուլում նաև տեղեկություն էր սպրտել, որ այդ գործի շրջանակներում ուզում են նաև իմ նկատմամբ այսպիսի ինչ-որ ապօրինի գործողություններ իրականացնել, հետևաբար ես սրտատրոփ սպասում էի ԱԱԾ աշխատակիցներին, բայց իրենք չգիտես ինչու ուշացնում էին այս գործողությունները։ Հիմա այսօր առավոտյան եկան, չգիտես ինչի ժամը 7-ին չեկան, ինչպես որ Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ էին մտել, երևի հունիսի 7-ի ընտրությունները անցան, էլ այդ 7-ը իրենց համար սիմվոլիկ նշանակություն չուներ, այս անգամ կարծես 7:30 էին եկել։ Ցանկանում էին մուտք գործել մեր բնակարան առանց ներկայանալու, առանց դատարանի որոշումը ցույց տալու, դուք տեսաք հավանաբար ուղիղ եթերում ես փորձեցի որքան հնարավոր է այդ տեսարանը ներկայացնել, պահանջում էի որպեսզի որոշումը ցույց տային, պահանջում էի որպեսզի ներկայանային, իրենք դա չարեցին եւ ներս մտան մեր բնակարան ու որպեսզի այն ինչ որ գոնե ես կարողացել էի արձանագրեի այդքանը հրապարակեի, ստիպված եղա դադարեցնել ուղիղ միացումը։ Դրանից հետո արդեն իրենք որոշումը ցույց տվեցին, այդ որոշման մասին էլ շատ վերապահումներ կան, հիմա ես պարզապես չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ մենք բողոքարկելու ենք մեր տանը իրականացված այդ քննչական գործողությունը, որովհետև բացի Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ լինելուց, ես նաև ԲՀԿ ցուցակով падգամավորության տեխնացու եմ։ Հետևաբար կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իմ անձեռնմխելիությունը պետք է հաղթահարված լիներ, նոր իրենք իրավունք ունենային գային մեր տանը որոշակի գործողություններ իրականացնեին։ Որևէ բան իրենք չէին կարող գտնեին ընդհանրապես, ես չգիտեմ իրենք ինչ էին փնտրում, բայց ես նոր գործընկերներից էլի մի քանիսին ասացի, կարող եմ ձեզ էլ կրկնել, որ իրենք գտել են օրինակ թերթում էին իմ խմորեղենների բաղադրատոմսը, իրենք կարող էին գտնեին իմ անչափահաս դստեր կողմից մարտի 8-ի կապակցությամբ ինձ նվիրած բացիկները, իդեպ սա էլ ասեմ, որ այս խուզարկությունը տեղի է ունեցել իմ անչափահաս դստեր աչքի առաջ, տանն էին նաև իմ թոշակառուս կեսուրը եւ սկեսրայրը, դե պատկերացնում եք իրենց հոգեվիճակը, թե ինչեր է ամեն ինչի արդյունքում եւ ընդհանրապես այս գործողությունները մենք բողոքարկելու ենք, որովհետեւ ի թիվս իմ այս նշածների եւս շատ վերապահումներ կան։ Հետո ինձ հրավիրեցին քննչական կոմիտե, ես փաստաբանի ներկայությամբ գնացի այնտեղ, շատ չեմ կարող մանրամասնել, որովհետև նախ քննության գաղտնիքը չհրապարակելու ստորագրություն եմ տվել, կարող եմ միայն ասել, որ ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ, կարող եմ միայն ասել, որ իրենք չեն ստացել այն, ինչ իրենք ակնկալում էին, որպեսզի ստանային, թե կոմիտեն ասել էր, որ Անդրանիկ Թևանյանի գործով են ձեզ տարել քննչական կոմիտե։ Ձեզ հայտնի գործի շրջանակներում էր, բոլորին էլ պարզ է, թե ինչ գործի շրջանակներում, պարզապես ասում եմ, քանի որ ստորագրություն եմ տվել, շատ մանրամասներ ես չեմ կարող հրապարակել, միայն կարող եմ ասել, որ այս ամեն ինչը մտածածին է, ընդհանրապես որևէ բան չկա, որից իրենք կարող են կառչել եւ էլ ավելի շուլալել, կարել, ծաղկացնել եւ մեծացնել, ինչ որ ահասարսուր, չգիտեմ ինչ մեղադրանքներ ներկայացնել, եւ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Եվ իմ նկատմամբ, եւ մյուս քաղաքական գործիչների, իմ գործընկերների նկատմամբ, դուք տեսնում եք, որ դեռևս նախընտրական փուլի չսկսված արդեն ռեպրեսիաներ էին սկսվել հիմնական ընդդիմադիր խաղացողների, այսպես ասեմ, գործիչների նկատմամբ, աջակիցներին էին բերման ենթարկում, ճնշումներ էին գործադրում, վախի մթնոլորտ էին տարածում, նախընտրական շրջանում այդ ռեպրեսիաները ավելի մեծ ուժ ստացան, իսկ ավելի մարզմատիկ բնույթ կրեցին, երբ հանրահավաքի հարթակից Վանաձորում Նիկոլ Փաշինյանը ձայնը գլուխը գցած իրավապահներին հրահանգեց, որպիսի գործ կարեն Մայր Հայաստան կուսակցության նախագահ ԲՀԿ ցուցակով падգամավորության տեխնացու երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, դուք էլ տեղյակ եք, որ
քաղաքական հետապնդումները իրականացնելու, իհարկե ինքը դա ասում է, որ բան է, հա, քրեական հետապնդման, այսպեսի շղարշի ներքո է ուզում փաթեթավորել, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, մյուս ընդդիմադիր լիդերների նկատմամբ, այս ամեն ինչը շարունակվելու է, այս ռեպրեսիաները շարունակվելու են։ Նիկոլ Փաշինյանը իր ցանկալի արդյունքը այս ընտրություններով չի ստացել, որքան էլ իրենք փորձում են դա ներկայացնել որպես շատ մեծ հաղթանակ եւ երկնքից մեր ժողովրդի գլխին ընկած մանանա։ Բնական է, որ ինքը այս ամեն ինչը որքան էլ որ փորձեցին, չգիտեմ, Այվազովսկու հնարքները կիրառելով ինչ որ բաներ նկարել, հաշվել, չհաշվել, չգիտեմ, մաթեմատիկայի հետ լուրջ խնդիրներ ունենալ, հիմա էլ արդեն տեղամասերում քվեարկության արդյունքներն են չեղարկում, որպեսզի ամեն կերպ խոչընդոտեն ԲՀԿ-ի մուտք ազգային ժողով եւ իրենց համար ապահովեն իրենց բաղձալի այդ մեծամասնությունը, որ կարողանան օրինակ Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել եւ այլն, բայց միևնույն է իրենց մոտ չի ստացվելու։ Եվ իրենք չեն կարողանալու հաջողել այնքան ժամանակ, քանի դեռ կտեսնեն դիմադրություն եւ ժողովրդի կողմից եւ քաղաքական հիմնական ակտորների կողմից։ Ես շատ կարեւորում եմ, հիմա տեսնում եք, մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ենք եւ մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքացու քվեն չկեղծվի։ Սա պարզ ձայնագողություն է։ Մենք պիտի պահանջենք, որպեսզի այս ձայնագողությունը իրենց չհաջողվի իրականացնել եւ այդտեղ մենակ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության կամ Մայր Հայաստան կուսակցության կամ որևէ մեկ միավորի առանձին վերցրած խնդիրը չէ։ Այստեղ բոլոր քաղաքական ուժերը պիտի միավորվեն, ժողովուրդը պիտի աջակցի, բոլոր այն մարդիկ, ովքեր քվեարկել են ընդդիմադիրներին, ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, պիտի գան այստեղ աջակցեն, միավորվենք, որպեսզի մենք ուժ ցույց տանք, որ իրենք էլ չկարողանան գնան այս կեղծումներին։ Մանուկյան, իսկ ընդդիմադիր այլ ուժերը այսօր այստեղ աջակցելու են, ձեզ քննարկում ունեցել եք։ Ես տեղեկություն չունեմ, քանի որ այս շոու ներկայացման շրջանակներում նաև իզոլացված եմ եղել եւ կապի միջոցներ էլ չեմ ունեցել, անկեղծ տեղեկություն չունեմ, ձեզանից պիտի իմանամ, չգիտեմ, այստեղ են գալու են չեն գալու, բայց ես շատ կարևորում եմ, որպեսզի իրենք գան, շատ կարևորում եմ, որպեսզի միասնական մենք սկսենք արդեն գործելը, որովհետև սա միայն կուսակցական հարց չէ, սա արդեն մեր երկրի լինել չլինելու հարցն է, մեր ճակատագրական ԲՀԿ-ն եւս պահանջելու է չեղարկել ընդհանրապես ամբողջ ընտրություն։ Ես տեսել եմ Իվետա Տոնոյանի հայտարարությունները, դրանից ավել տեղեկություն ես չունեմ, ճիշտն ասած։ Պաշտոնապես չգիտեմ, անկեղծ ներեցեք, ուղղակի ֆիզիկապես իզոլացված եմ եղել, չգիտեմ զարգացումները ինչպես են եղել։ Անդիմության միավորումից եք խոսում։ Այդ հնարավորությունը այս պահին տեսնում եք, քանի որ մինչև ընտրություններն էլ ըստ էության անդիմադիրները չմիավորվեցին եւ միասնական բևեռներով հանդես չեկան։ Նայեք, Մայր Հայաստան կուսակցությունը բազմիցս կողմ է արտահայտվել միասնական գործողություններին եւ մինչեւ ընտրությունները մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի ընտրություններին գնանք միասնական ուժերով եւ մեկ ճակատով։ Ոչ մեր մեղքով, չմանրամասնեմ թե ինչու, այդ միասնական բևեռը չի ձևավորվել եւ հնարավոր չի եղել կյանքի կոչել։ Դրանից հետո արդեն որոշում կայացրեցին, կոնկրետ Մայր Հայաստանի մասին է խոսքը, որպեսզի ձայները չփոշիացվեն եւ առանձին մասնակցություն չցուցաբերեն, գոնե հնարավորինս ավելի մեծ բևեռներով գնալ։ Դա տեղի ունեցավ եւ ինչպես տեսնում եք, իր արդյունքը տվել է։ Այլ հարց է, որ հիմա քաղաքացիական պայմանագիրը մեր հայտնի նկարչի ձեռքերով փորձում է չեղարկել եւ ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդի քվեն գողացվի եւ Բարգավաճ Հայաստանը կոնկրետ օրինակ չանցնի խորհրդարան, իրենք էլ այդ մեծամասնությունը խորհրդարանում կարողանան ունենան։ Այսինքն կեղծում են ժողովրդի կամարտայտությունը, քվեարկությունը եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է այս պահին միավորմանը, ես կարծում եմ, որ շատ ոչ միայն շատ հնարավոր է, այլև խիստ անհրաժեշտ է, որ հիմա գոնե այդ միասնական գործողությունները իրենք կատարեն եւ միասնական որոշումներ նաեւ իրենք կայացնեն, որպեսզի միասին կարողանան պահել ժողովրդի քվեն ու թույլ չտան, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը կեղծի ընտրությունները եւ գողանա քաղաքացու քվեն։